Ողջույն բոլորին, այսօր ձեզ ենք ներկայացնելու Վայոց Ձորյան խոհանոցին պատկանող շորվան, որը ավելի լայն տարածում է ստացել Մալիշկա գյուղում։ Միշկը մատուցեն շորվան մի հատ նախաճաշի տեսքով։ Սկսեմ ռեժանից, գյուղական, տնական, թարմ ռեժանը։ Ես սիրում եմ սև հացով, ոմանք սիրում են լավաշով կամ տաք հացով։ Կպատնեմ շորվայի մասին, վախ։ Մամ ջան, ձերքիդ համը զգացի ես այս ապուրի մեջ։ Շորվան իմ ամենասիրած ուտեստներից մեկն է։ Մամայից պատրաստած, սա էլ մամայից բաղադրատոմսով է։ Աշոտ ջան ապրես։ Կարող եք ուտել որպես ապուր, առաջին ուտեստ կամ փրթել չոր լավաշ։ Մեր գյուղում Մալիշկայում ընդունված է, որ շորվան փրթեն չոր լավաշով եւ ուտեն։ Երկու ձևն էլ հեսա ցույց կտամ ձեզ։ Նայեք, եփում է Ղավուրմայի մսով, ղավուրմեն մեզ մոտ պատրաստում են ոսկորոտ մսով, ուզում եմ ձեզ շվայ տակա ցույց տամ, դե կարտոֆիլ եւ ջարդած զավար։ Ուտանից չեմ կերել, կարոտել է ես այս ճաշին, որ էմոցիաներս չեմ կարողանում զսպել։ Այսպես ենք ուտում հետևորդներ ջան։ Եկեք փորձեք, իրականում շատ համով է, յուրահատուկ ճաշատեսակ է, որը ինչպես Մալիշկայի խաշը, այնպես էլ Մալիշկայի շորվան մատուցվելու է միայն Դոլմա ռեստորանում։ Այս տնական ճաշը պետք է ուտես տնական համով փթվով։ Եվ կարմիր սոխով տոխ է, ոյ ոնց է եփել հալվում է։ Պապայի կարած խաղողի օղին։